Ինչ կարող են փոխել ծնողները հանրակրթական դպրոցում, պետք է արդյոք փորձեն փոխել թե ոչ եւ ինչ կստանա երեխան։ Այս հարցից սկսելու ենք մեր այսօրվա զրույցը Մայրի հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Տիկին Զարա Մանուկյանի եւ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Նվեր Սարգսյանի հետ։ Բարև ձեզ, շատ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք զրույցին։ Արդյոք պետք է ծնողները միջամտեն երեխայի կրթության բովանդակության հետ կապված հարցերին։ Տիկին Զարա, խնդրեմ։ Ծնողը այն կարևորագույն գործոնն է երեխայի զարգացման կյանքում, որը երբեք չեն կարող անտեսել։ Եվ ծնողը եթե կարողանում է ինչ-որ պահի երեխայի զարգացման հաղթարել իր մեջ այդ երեխային գեր խնամելու, ուրեմն եւ ամեն ինչից պաշտպանելու այդ ցանկությունից եւ սկսում է երեխայի հետ միասին զարգանալ, ապա նա իրականում կարող է շատ ազդեցություն ունենալ նաեւ կրթական process-ի վրա, այո, իրավունք ունի, որովհետեւ ծնողի գործառնությունն է նաեւ նպաստել երեխայի զարգացմանը եւ եթե նա տեսնում է որ ինչ որ մի կրթական process այդ խաթարում է այդ զարգացում, այո, իհարկե նա պիտի իր խոսքը ասի այդտեղ վստահաբար այո։ Ինչ չափով եւ որ դեպքերում ինչպես պիտի կողմնորոշվի, այս հարցի պատասխանը խնդրենք Նվեր Սարգսյանից, որը շատ հետաքրքիր փորձառություն է ներդնում Հայաստանում որպես ծնողական խորհրդի նախագահ, անկեղծ ասած, ինձ շատ զարմացրեց ձեր ծնողական խորհրդի նախագահ դառնալու ճանապարհը եւ դա ինձ հիշեցրեց падգամավորների առաջադրման գործընթացը, երբ տեսա թե դուք ինչ ամբողջական ծրագիր եք ներկայացրել, կարծես նախընտրական խոստումներ լինեին, հա, ձեր խոստումները։ Դուք երբ որ նախապես եք հիշեցնում, որ դպրոցի կառավարմանը մեծ մասնակցություն կարող են ունենալ նաև ծնողները, սա ինչի համար եք կոնկրետ նշել եւ ինչ նպատակ ուներ այս նշումը։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես երկու տղա ունեմ եւ երկու դպրոցներում եմ, տարբեր դպրոցներում եմ սովորում, բավականին ակտիվ եմ որպես ծնող եւ մեծ տղայիս դպրոցում ընտրվեցի ծնողական խորհրդի նախագահ եւ ես հասկացա, մինչեւ դա էլ հասկացել էի դպրոցների հայաստանյան դպրոցների հետ շփվելուց, որ շատ հիմնականում ձևական բնույթ է կրում ծնողական խորհուրդները եւ թե ուսուցչուհին կամ ուսուցիչը կամ դպրոցի տնօրենությունը ինչ որ մի բան կասի արեք, իրանք կանեն, եթե չի ասի, հիմնականում նախաձեռնողականությունը շատ քիչ է։ Հետևաբար հասկացա, որ անհրաժեշտություն կա մեկ այլ մոդել մտցնելու դպրոց, որտեղ որ ծնողը իհարկե ներգրաված է լինում, ինչպես Տիկին Զարան նշեց, ես համաձայն եմ, որ ծնողը պետք է միանշանակ, ոչ թե անհրաժեշտությունը պետք է ինքը մասնակցի երեխայի եւ կրթությանը եւ դաստիարակությանը։ Այո, դպրոցը այն վայրն է, որ պետք է ապահովի արժանապատվորեն այդ աշակերտների, հա, ուսուցումը եւ դաստիարակությունը, բայց ծնողն էլ պետք է այն մարդը լինի, որ դառնա մոդելը երեխայի համար։ Եվ ես փորձեցի, դուք նշեցիք խոստում, ես ասում եմ գործողությունների ծրագիր, ինչի գործողությունների, որտեղ մենք արդեն սկսել ենք իրականացնել եւ մեծ թափով առաջ ենք գնում կոնկրետ մեր դպրոցում։ Իհարկե ես պետք է օգտվեմ առիթից, շնորհակալություն հայտնեմ նաեւ դպրոցի տնօրինությանը, որտեղ առանց իրանց չէր կարող լինել։ Գիտեք, որ ծնողական խորհուրդը դա խորհրդակցական մարմին է, այսինքն իրավունք ունեն լսեն եւ կարող են նաեւ չանել, բայց մեր դպրոցը որոշեց, որ մենք առաջ ենք շարժվում նորարարական մոտեցումներով, առաջ ենք շարժվում արժանապատիվ եւ հարգալից վերաբերմունք դրսեւորելով աշակերտի հանդեպ։ Եվ ես ողջունում եմ, սա առաջին փորձն էր իմ համար եւս, որպես ծնողական խորհրդի նախագահ, եւ ես փորձելու եմ լավագույնը անել, որ այս փորձը տարածվի նաեւ այլ դպրոցների վրա։ Ես մտածում եմ, որ անհրաժեշտություն կա, որ պետությունը ինստիտուցիոնալիզացնի ծնողական խորհրդի դերակատարումը ավելին, քան թե կա, այսինքն հանրակրթության
հաստատության մասին օրենքով նախատեսված են ինչ-որ իրավունքներ, ավելին է պետք Այո, միանշանակ ավելին է պետք, քանի որ ծնողական խորհրդի նախագահներ դառնում են մարդիկ, ովքեր չգիտեն ինչ պետք է անեն։ Եվ հիմնականում ակտիվանում են մարտի 8-ին կամ ուսուցչի տոներին, բայց անհարկի Այո, դա շատ ցավալի է, որովհետև իրականության մեջ այդ մարտի 8-ն ու ուսուցչի օրը պետք է ամեն օր նշել, որովհետև ուսուցիչները ամեն օր են աշխատում, իրանք մենակ այդ օրվա համար չպետք է հիշվեն։ Բայց խալքը հասկանամ, որ ասում եք ամեն օր նշել, խոսքը նրա մասին չի, որ պիտի նվեր քարտել, բացարձակապես, խոսքը հարգալից վերաբերվելու, խոսքը ուսուցչի հետ քայլելու եւ գիտեք ինչ ուսուցիչն էլ է մարդ եւ շատ դեպքերում մենք այն ակնկալիք ունենք, որ 24 ժամ ուսուցիչը է, այդպես չի։ Մենք պետք է հասկանանք, որ ուսուցիչը կարող է սխալվել եւ ուսուցիչները իրենք պետք է հասկանան, որ իրենք կարող են սխալվել եւ կարող են նաեւ ներողություն խնդրել, ինչու՞ չէ։ Աշակերտները միշտ չի որ ճիշտ են եւ եթե մենք ուզում ենք, որ աշակերտը կարողանա արժանապատվորեն սխալվել, մենք պետք է այդ մոդելը դառնանք, թե որպես ծնող, թե որպես ուսուցիչ։ Ես երբեք չեմ զլանում իմ տղաներից ներողություն խնդրել, եթե ես ինչ որ մի բանում սխալվել եմ։ Բայց նույնը պիտի Տիկին Զարա, պիտի ասենք նաև ծնողների մասին, չէ՞, հետո խնդրեմ, որ դուք էլ արձագանքեք, բայց ծնողներն էլ երբեմն կարող են սխալվել, երբեմն ծնողներին թվում է, որ իրենք ավելին գիտեն, քան ուսուցիչը, բայց առանց հիմքի։ Գիտեք ինչ, բայց դա երկկողմանի է, ուսուցիչները ընդհանրապես միշտ վստահ են, որ իրենք շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես է պետք երեխային կրթել։ Այստեղ ինձ թվում է պետք է լինի երկկողմանի, չեմ ասի վերահսկում, բայց համագործակցություն, եւ երկուսն էլ պիտի սովորեն, երկու կողմն էլ պիտի սովորեն իրար հետ խոսել ճիշտ լեզվով, եթե բնականաբար, եթե ծնողը ներխուժում է դպրոց եւ սկսում է ինչ-որ բանում մեղադրել կամ իր երեխային պաշտպանել դա ոչ մի բանի պետք չի։ Այստեղ պետք է իրոք ձեռք բերել այն լեզուն, սովորել այն լեզուն, որը կլինի լսելի եւ որը հասկանալի կլինի ուրեմն երկու կողմերի համար։ Տեսեք թե ինչպես հարցելուծեց նվերը։ Նա գտավ ճիշտ ձևակերպում եւ այդ ձևակերպումը հասկանալի էր, լսելի էր եւ աշխատեց։ Հիմա մենք պիտի սովորեցնենք ծնողներին խոսել, ձևակերպել, լինել գրագետ, այլ ոչ միայն ուղղակի մտնել դպրոց իրենց երեխային պաշտպանելու ուրեմն այդ մղումով, հա։ Այստեղ շատ կարևոր է, որ ոչ թե ամեն ծնող իր երեխայի, այլ ծնողները գիտակցեն, որ բոլոր երեխաները ի վերջո իրենց երեխաներ են, միայն իրենց երեխայի հարցը լուծելով ոչ մի հարց չի լուծվի։ Ես տեսա Նվեր Սարգսյանի նաև լրատու կա, հա, երամսյա նորությունների ամփոփում կար, սա էլ էր նորություն, որին, չգիտեմ, մասնակցել են նաև երեխաները, ծնողները, ուսուցիչները, հա, այդպիսի տպավորություն ստացա, բայց այդտեղ դուք նշում ունեիք, որ աջակցել սոցիալական խնդիր ունեցող աշակերտներին եւս ու նաև անգամ տնային աշխատանքները անելու հարցում եք որոշել ինչպես պիտի աջակցեն ծնողները, բայց ոչ թե ամեն մեկը իր երեխային, այլ ընդհանուր ծնողները, երեխաներ։ Սա նաև հետաքրքիր փորձի փոխանակման մոդել է ստեղծում հասարակության մեջ, եւ դպրոցը հենց այն օջախն է, կարելի է այսպես ասել, կրթական օջախն է, որտեղից ձևավորվում են հասարակության ներքին շփումների մոդելները։ Հիմա հարցս ձեզ հետևյալն է, եթե դուք հիմա ծնողական խորհրդի նախագահ եք, ձեր խնդիրն է ոչ միայն ծնողների կարծիքները կամ դիրքորոշումները ընդհանրացված փոխանցել դպրոցին, այլև այն սկզբունքները, որոնցով որ դուք մտել եք ծնողական խորհուրդ եւ ղեկավարում եք, դա նաեւ տարածեք մյուս ծնողների շրջանում, որպեսզի այդ չափազանցված մոտեցումը չլինի։ Շատ լավ է, որ ծնողը բնականաբար հետաքրքրված պիտի լինի երեխայի կրթության որակով, բայց ավելին քան պիտի անի կվնասի երեխային, ուղղակի երեխային էլ ամբողջ կրթական գործընթացներ։ Դուք ինչ որ բարդություններ ունենում եք, որ երբեմն այդ հավասարակշռությունը պահեք, էլի, որ ծնողներին ասեք, որ չէ, սա ուսուցիչները պիտի որոշեն։ Միանշանակ, եւ ես մի քիչ ավելի հեռվից կամ անդրադարձ կատարելով Տիկին Զարուհու ասացին,
մենք պետք է կարողանանք կառուցողական քննադատություն անենք, սովորենք կառուցողական քննադատություն անել, մեր ծնողական խորհուրդը աշխատում է հետևյալ սկզբունքով. եթե ունեք խնդիր, ապա բերեք լուծման հետ միասին։ Առաջարկեք նաև լուծումը, որտեղ շատ ժամանակ տնօրենը չունի բոլոր հարցերի լուծումը եւ ուսուցիչը չունի բոլոր հարցերի լուծումը, այսինքն քո երեխան, քո տանը մեծացած երեխան, քո ընտանիքի մշակույթը բերում է դպրոց, միգուցե դու ունես ճիշտ լուծումը, իսկ ինչու՞ չես դու ասում ճիշտ լուծման տարբերակը, եթե դա հնարավոր է, եթե դու գալիս ես ուսուցչին ասում ես, որ ես ինչ բանից դժգոհ եմ, ապա դու կարող ես նաև առաջարկել լուծման քո տարբերակը եւ այո, ես համաձայն եմ, որ ամեն ինչը երկխոսություն է եւ ես նշեցի նաև հաղորդակցությունը, որ կարողանանք ճշգրտորեն եւ էֆեկտիվորեն մենք հաղորդակից դարձնենք այն խնդիրները, որոնք որ առկա են։ Ես անկեղծ ասած իմ պրակտիկայում թե ծնողական խորհրդում եւ դրա շրջանակներից դուրս շատ քիչ եմ ունեցել դեպքեր, երբ որ արդյունավետ հաղորդակցման արդյունքում մենք չենք հասկացել իրար։ Հազվադեպ է եղել նման դեպքեր։ Հիմնականում երբ որ կարողանում ես նորմալ մարդուն բացատրել եւ նաեւ ասել, եւ շատ ժամանակ մենք մեղադրականով ենք գնում ուսուցչի մոտ, իրականում պետք է հասկանանք նաեւ ուսուցչի հոգեվիճակը այդ պահին, երբ որ մոտ 30 ընտանիք իր մշակույթը բերում է մի փակ տարածք, ու այդ տարածքում ուսուցիչը փորձում է իր կախարդական փայտիկի միջոցով կանոնակարգել այդ երեխաներին եւ այդ մշակույթները, ընտանեկան մշակույթները խառնել իրար ու ստանալ մի գիտելիքի կաթսա, որտեղից կարողանան բոլոր աշակերտները օգտվել։ Դա շատ բարդ աշխատանք է։ Մենք պետք է կարողանանք գնահատել ուսուցչի աշխատանքը։ Մյուս կողմից էլ ուսուցիչները պետք է աշխատեն իրանց վրա։ Մենք չենք կարող, որ ես որպես ծնող եղել են դպրոցներ, որ շատ դժգոհ եմ եղել, կոնկրետ Երևանի դպրոցները, որ ուսուցիչները փորձել են լուր պահել աշակերտներին։ Դա ինձ համար կամ արհեստական հարգանք ստեղծել աշակերտների մոտ, այդպես չի լինում։ Աշակերտը պետք է կարողանա փոխադարձաբար, շեշտում եմ, փոխադարձաբար հարգել ուսուցչին։ Դա չի լինում միայն ուսուցչի սաստելով կամ ուսուցչի գերակա դիրքով դասարանում, դա լինում է հարգալից իրավիճակներ ստեղծելով, որտեղ որ բոլոր տեսակի թերությունները անդրադառնում են առանց աշակերտի արժանապատվությանը կպնելու։ Եղել են դեպքեր եւ իմ տղայի դասարանում նախկինում նախորդ տարիների ընթացքում, երբ որ վիրավորել են աշակերտների ծնողին եւ ստեղծելով ավելի վատ իրավիճակ, քան այդ աշակերտի, ասենք, մի հատ հավելյալ դասխանգարելներ, ծիծաղներ, ձայններ։ Եվ այստեղ հետաքրքիր է, ես հիշեցի, որ ձեր նախընտրական ծրագրում, երբ որ առաջադրվել էիք որպես ծնողական խորհրդի նախագահ, դուք հատուկ ընդգծել էիք հենց ուսուցչի վարքականոնի այդ հատվածը, որ ուսուցիչը պարտավոր է երեխաների հետ շփվել արժանապատվության սկզբունքը հարգելով։ Դա դրա հետ է կապված, այսինքն այդ վատ փորձառությունը դարձավ խնդիր լուծելու ինստիտուցիոնալ ճանապարհ։ Այո, նայեք, օրենք կա, հանրակրթության մասին օրենքը կա նաև ուսուցչի վարքագծի կանոնակարգ, կա նաև դպրոցի ներքին կանոնադրություն, որը ցավոք սրտի առկա չէ, ես շատ եմ ասել, նախորդ մեկ այլ հաղորդման ընթացքում եւս շեշտել եմ, այդ ներքին կանոնադրությունը պետք է տեսանելի, հասանելի լինի եւ ծնողներին, եւ աշակերտներին, եւ ուսուցիչներին։ Դրա մասին պետք է կանոնավոր կազմակերպել քննարկումներ, հատկապես ծնողական խորհրդի հետ, բայց բոլոր աշակերտները չէ, որ դա նրանց համար է, այսինքն դպրոցի ներսում ոնց պետք է վարվեն։ Եվ այդ ներքին կանոնադրությունը մենք կարծեմ ունենք նախարարի հրամանով ամրագրված օրինակելի կանոնադրություն, ներքին կանոնադրական կարգ, բայց դա պետք է ստեղծվի աշակերտների ջանքերով նաև, որտեվ ինչ է օրենքը։ Օրենքը ստեղծում է միջավայր, որտեղ մարդկանց մեծամասնությունը առանց մյուսների իրավունքները ոտնահարելու ապրում են համակեցության փոխադարձ հարգանքի միջավայրում, չէ՞։ Այդ ներքին կանոնադրական կարգը պետք է հասանելի լինի, պետք է հասկանան ինչին են իրանք ենթարկվում։ Սա է հարցը եւ այո, դա գալիս էր նաեւ դրանից, բայց իրականում օրենսդրական կարգավորումների խնդիր չի, իրականում մարդկային գործոնն է եւ
իրականում այդ ամեն ինչը ճշգրիտ մարդկանց հաղորդակից դարձնելն է, որովհետև եթե մենք հասկանալով փորձում ենք բացատրել աշակերտին, որ սա արվում է օրինակի համար միանման հագուստ կրելը, հա, կամ ոչ շատ վուլգար հագուստ կրելը։ Եթե մենք բացատրում ենք ծնողին եւ աշակերտին, սա արվում է որպեսզի մեկ այլ երեխա, դա կարող է լինել ձեր երեխան, խտրականություն չենթարկվի, դա արդեն հասկանալի է։ Մարդը հասկանում է, որ իօքուտ բոլոր երեխաները, իօքուտ ավելի լավ կրթական միջավայր ստեղծելուն է։ Բայց սա մշակույթի խնդիր է, Տիկին Զարա, սա ինչպես կարելի է այս հարցերը լուծել։ Գիտեք, այս հարցը չի լուծվի, եթե ծնողները չդառնան համայնք։ Եթե ծնողները դառնան համայնք եւ իրոք մեկը մյուսի երեխայի ոնց որ շահերով մտածեն, եթե իրենք դառնան համայնք եւ կանգնեն ինչ որտեղ երեխայի մեջքին, երեխաների մեջքին, ապա նախ երեխաներն էլ կդառնան համայնք։ Իսկ համայնքը միշտ ուժեղ է եւ ուսուցիչը ինչ որտեղ այստեղ նույնիսկ օգտակար է ուսուցչին լինել մենակ համայնքի դեմ։ Այդ դեպքում ինքը միշտ այն ինչ որ կանոնակարգով եւ կանոնադրությամբ իրան պարտադրվում է, ինքը ստիպված կլինի ինչ որտեղ նույնիսկ չի կարող ինքը ստիպված կլինի իրեն զսպել եւ հիշել, որ գործ ունի համայնքի հետ, ոչ թե մի աշակերտի հետ, որին կարող է վիրավորել եւ մյուսները կնստեն եւ կլռեն, այլ համայնքի հետ եւ ոչ միայն մի համայնքի հետ, երկրորդ գիծել ունի այդ համայնքը։ Այնտեղ կա ծնողների համայնք, հա։ Ես վստահ եմ, որ շատ երևույթներ բացասական դպրոցում կվերանան։ Դրա համար ծնողը պիտի դառնա համայնք։ Եթե հաշվի առնենք այսօրվա դպրոցների իրավիճակը եւ այն բոլոր խնդիրները, որոնց մասին մենք պարբերաբար լսում ենք, հա, մեկ ծնողներից, մեկ ուսուցիչներից, երբեմն բարձր դասարանների աշակերտներից, նաեւ միջին դպրոցի աշակերտներից, որտեղից պիտի սկսվի այս ներքին կանոնադրության մշակումը, ով պիտի դա նախաձեռնի ծնողական խորհուրդը, Տիկին Զարա։ Ես կասեի, որ պիտի սկսվի ուսուցիչների հետ աշխատանքից։ Մենք պիտի մի հատ էլ հիշեցնենք ուսուցիչներին, ով է երեխան, ինչպես է ընթանում իր զարգացումը, ուր ենք մենք տանում իր զարգացումը, եւ մինչեւ չզտենք ուսուցչական ոնց որ համայնքը եւ թողնենք նրանց, ովքեր գիտակցում են, թե ինչով են իրենք զբաղվում, իրանք փաստորեն պիտի նպաստեն երեխայի անհատականության կայացմանը, որովհետեւ միայն անհատականությունը կարող է լինել գործուն, լինել ակտիվ կյանքում, լինել ակտիվ քաղաքացի, լինել փոխել ինչ որ բան, ինչ որ լավ չի, ասենք համակարգում չգիտեմ ինչքանով դա համակարգին պետք է, որ իրեն մի քիչ գոնե փոխեն, հա, դա հարց է, մեծ հարց է, բայց բոլոր դեպքերում երեխան գալիս է որպեսզի իրականացնի իր անհատականությունը եւ ուսուցիչը դրան կոչված է, ինչպես եւ ծնողը, եւ եթե ուսուցիչն ու ծնողը չմիանան այդ գործի համար, ապա ոչ մի բան առաջ չի գնա։ Ծնողը դա ինչ որտեղ գիտակցում է, չնայած մեկ-մեկ ճահճանում է խնամքի մեջ, իսկ ուսուցիչը ինքը իրոք կարիք ունի որոշ մարդաբանական գիտելիքների երեխայի մասին։ Ինքը ոչ միայն կրթություն իրականացնողն է, ինքը ոչ միայն գիտելիք փոխանցողն է, ինքը երեխա կերտողն է։ Դա մարդ կերտողն է, իհարկե մարդ տեսակ կերտողն է։ Տիկին Զարա, դուք երկար տարիների փորձ ունեք այլընտրանքային կրթության դաշտում եւ Արիքնազան կրթահամալիրում առաջին դասավանդող ուսուցիչներից եք եղել, որքանով գիտեմ, առաջին ուսուցիչն եք եղել, որ ստանձնել եք այդ համարձակությունը եւ անցել եք այլընտրանքային կրթությանը, մի կողմ դնելով պետական դպրոցների ներկայացվող պահանջները։ Հիմա դուք նաև տեղյակ եք, որ Մեծան հանրակրթության հասարակական կազմակերպությունը երկրորդ տարին ուսումնասիրեց Տավուշում գրված էսսեները։ Մենք հասկացանք, որ երեխաները պատրաստ չեն քննություն հանձնելուն, որովհետև ժամանակն է շատ կարճ։ 2 տարի փորձարկումից հետո բարդ է ասել, որ բոլորը պատրաստ են, նաև մյուս մարզերում, ինչքան էլ որ պետական մարմիններն ասում են, որ մենք ամեն ինչ արել ենք, որ ուսուցիչները վերապատրաստվեն եւ այլն, բայց ուսուցչական համայնքում էլ շատ մեծ դժգոհություն կա։ Ծնողական համայնքում էլ արդեն այդ դժգոհությունները կան, ես ահազանգեր արդեն իսկ ստանում են, բայց ուսուցիչները
մի տեսակ փակուղում են հայտնվել, ասում են, որ իրենց որևէ մեկը չի լսում եւ իրենք այդ խնդիրների մասին բարձրաձայնում են, գրում են նաեւ մեր կայքում հոդվածներ, գիտեք, շատերը սոցիալական ցանցերում անընդհատ այդ մասին խոսում են։ Մենք պաշտոնապես առաջարկներ ուղարկեցինք, որ մեղմվեն այդ խնդիրները, բայց չոր մերժում ստացանք։ Այս դեպքում հմուտ ուսուցիչը ինչ պիտի անի, եթե պետական համակարգը պնդի, որ այնուամենայնիվ պիտի այսեն լինի քննություն, դե հիմա երեխաներն կարտագրեն, ուսուցիչներն իրենց փոխարեն կգրեն, թե ինչ կլինի, մենք ինչ պիտի սպասենք։ Կարծում եմ միայն ոչ դա, ոչ ձևական, ոչ ինչ որ արտագրելու, ոչ ուրիշի փոխարեն գրելու, որովհետև դա սուտ է ուղղակի, բայց կարծում եմ, որ երեխային կարելի է դրան պատրաստել, եթե դու առաջին դասարանից երեխային սովորացնում ես ստեղծագործաբար մտածել, խաղալ խոսքի հետ, խաղալ մտքի հետ, եթե երեխան մտածող մարդ է, էսե գրել այդքան բարդ բան չի իրականում, բայց եթե այո, կամ 7-րդ դասարանում, եթե երեխան մեծացել է եւ կլիշեներով կամ դասագրքի միայն հատվածներով է մտածում, ապա ինքը էսե չի կարող գրել։ Ինչ անեն, իրանք սովորեն էսե գրել, բայց ոչ թե գրել ֆորմալ կլիշեով, հա, ոնց որ ընդհանրակարգով, այլ ստեղծագործաբար, բայց դա էլ պետք է ճիշտ աշխատել ուսուցիչների հետ։ Դա եթե դու աշխատում ես տեքստի հետ եւ հնարավորություն ունես այդ տեքստի շուրջ գրել սեփական մտքերը, դա հաճույք է։ Երեխան պիտի այդ հաճույքը ստանա, բայց ինքը պիտի մինչ այդ վստահություն ունենա սեփական մտածողության նկատմամբ, իրան պետք է տա դպրոցի այդ վստահությունը, ոչ թե տա գիտելիք եւ պահանջի պատասխան տեստի կամ նույն տեքստի գրքի տեքստի ձևով, հա, այլ սովորեցնի մտածել եւ հաճույք ստանալ մտածողության process-ից։ Այդ դեպքում երեխային էսե գրելը կլինի շատ հեշտ եւ կլինի իրոք ստեղծագործական աշխատանք։ Ինքը հաճույք կստանա դրանից։ Բայց խնդիրը չի լուծվում, որովհետեւ եթե դա քննություն է, եթե պատրաստ չեն ուսուցիչները, մենք պիտի ընդունենք, որ մեծ բարդություններ են լինելու։ Հարգելի Նվեր Սարգսյան, դուք ասում եք, որ պիտի նաև լուծումներ առաջարկվի։ Հիմա մենք լուծումներն առաջարկել ենք, ստացել ենք մերժողական պատասխաններ։ Ծնողական համայնքը ինչ կարող է անել։ Դա դեռ այդ մերժողական պատասխանը դեռ աշխարհի վերջը չի, հետեւաբար միշտ կարելի է քննարկումների կազմակերպել արդեն ավելի բարձր մակարդակի պաշտոնյաների հետ, ովքեր որ հնարավորություն ունեն այդ հարցը լուծման կարգավորումը փոխելու, ես լրիվ համաձայն եմ, երբ որ նայում ենք էսեների գնահատման սանդղակին, այնտեղ կա ստեղծագործական միտք, մտածելակերպ քննադատական կամ քննադատողական, այնտեղ կար ինչ տրամաբանությունը կապեր տալու, բայց այդ բաները շատ ուսուցիչներ չունեն։ Այդ որակավորումները շատ ուսուցիչներ չունեն։ Հետևաբար իրենք երբ որ դասի են գնում, ես ականատես եմ եղել փաստի, երբ որ երեխան դասի է, ինքը պետքա հենց դասագրքային բառեր օգտագործի, բայց եթե դու ակնկալում ես հարգելի ուսուցիչ կամ մանկավարժ, որ երեխան օգտագործի դասագրքային բառեր, ոնց որ դու ես նախորդ դասին ասե ու գաք ես տենց անգիր արած պատասխանը, ինչ ստեղծագործական մտքի մասին է խոսքը, ինչ քննադատական մտածելակերպի մասին է խոսքը, այսինքն մեր խոսքն ու գործը չեն բռնում իրար։ Դա նրա եւ պետք է որ մեր կրթությամբ զբաղվող մարմինները դա տեսնեն, որովհետեւ դա շատ տեսանելի է։ Բարձրողակում դա պիտի տեսնեն։ Իհարկե, դա շատ տեսանելի է։ Մի շատ հետաքրքիր բան կա, հանդիպմանը Խնկո-Ապոր գրադարանում ես ներկա եի եւ հանդիպումից հետո արդեն թե հանդիպան ժամանակ նույնպես տարանջատվեցին գեղարվեստական եւ սովորական էսսեն։ Իսկ էսսեն ինքը եթե գեղարվեստական չի, ապա դա էսսե չի։ Դա գնում է ուղղակի զուտ ինչ որ քառակուսի քննադատական մտածողություն եւ ուրիշ ոչինչ։ Կաղապարը գալիս է պետական իհարկե, եթե ինչ կարող ենք անել, որտեղ մենք ուզում ենք ունենալ ստեղծագործ քաղաքացի, մենք չենք ուզում ունենալ ուղղակի ինչ որ ձևի հետևից իհարկե ես որպես ծնող հաստատ չեմ ուզում այդպես լինի։ Դրա համար ասենք վստահ եմ, որ նույն Վալդորֆի մանկավարժությունը, որը մեծ դեր է տալիս արվեստին դպրոցում, այսինքն արվեստ սովորեցնելը երեխային զուգահեռաբար կրթական մնացած այլ առարկաների, հա,
ինքը նաև տալիս են ստեղծագործական ճաշակ եւ ստեղծագործական ազատություն եւ երևակայություն, որը անհրաժեշտ է էսե գրելու համար։ Այսինքն մենք պետքա նորից մտածենք, մենք հանել ենք ահագին արվեստի հետ կապված առարկաներ դպրոցից, կարծեմ երգը էլի են արվեստներ, որի մեջ մտնում է ինչ ասես, երգ, պար, քանդակ, թատրոն, բոլորը մեկում եւ բոլորը մեկում ոյնա, չէ, էլի, տենց չի լինի։ Չէ, լուրջ պետքա զբաղվել արվեստով եւ այդ դեպքում մենք եւ նաեւ, ինչպես ասացի, պետքա սովորեցնել երեխային ինքնուրույն մտածել։ Այդ դեպքում էս է գրելը ընդհանրապես խնդիր չէ։ Նայեք, հիմա նախարարությունը մի հատ շատ լավ նախաձեռնություն ունի, որ եթե չեմ սխալվում նորամուծություն է, դպրոցներին կցվում է պատմամշակութային հուշարձաններ տվյալ տարածքի, որ դպրոցը դա կամ պարտավոր է խնամք տանի։ Մենք ինչ ենք որոշել որպես ծնողական խորհուրդ, որ հրավիրենք մշակութաբան, որը մեզ կպատմի ծնողներին եւ աշակերտներին եւ մանկավարժական կոլեկտիվին։ Համայնքը, որ ասում եք, հիմա ուզում ենք այդ համայնքը ստեղծենք։ Այսինքն ծնողը, աշակերտը եւ ուսուցիչը կհասկանան իրանք ինչի հետ գործ ունեն եւ դա չի լինի ուղակի մաքրման ենթակա տարածք շաբաթօրյակի համար։ Այո, դա կլինի խնամք, բայց կլինի նաեւ հասկանալով ճանաչողություն եւ ինչ ենք մտածում, որ երբ որ ավարտենք մենք այդ բանը, մենք անպայման կդիմենք համայնքին, կոնկրետ աշտարակի համայնքին ու կխնդրենք իրենց աջակցությունը կազմակերպել այդտեղ երեկոյան մի համերգ։ Եվ ցուցահանդես կլինի նաև աշտարակի ստեղծագործողները, գրողները, հյուրասիրություն կլինի ու համայնքի կյանքը կզարգանա, որովհետև աշտարակը լինելով համ քաղաքին Երևանին մոտ, համ տուժվում է, համ ոնց որ լավ է, որտեղ շատ մոտ է, բայց տուժվում է քաղաքը, քանի որ բոլոր տեսակի ծրագրերը կենտրոնացված են մայրաքաղաքում։ Եվ հիմա շատ կառույցներ արդեն մտածում են ոնց ապա կենտրոնացնեն, հա, մշակութային միջոցառումները, սա կարող լինի նաև այդ մշակութային միջոցառումներից մեկը։ Բայց երեխաները, այո, երեխաները կմասնակցեն դեպի համայնք։ Այո։ Նրանց քաղաքացիական այդ։ Եվ ես նաև ուզում եմ առաջարկ անեմ, որ նախարարությանը, որ նաև համայնքին, որ համայնքները կարողանան տրամադրել փոքր դրամաշնորհ տեղական հարկերից երիտասարդների համար։ Փոքր ծրագրեր, դա կարող լինի համայնքահեն ծրագրեր, ինչը որ իրենք նախաձեռնեն, իրենք դիմեն, երիտասարդ նախաձեռնողների խումբ կազմավորվի, ծրագիր գրեն, ներկայացնեն համայնքին, ավականին քննարկի, իրենք մոտենան, ներկայացնեն իրենց ծրագրերը։ Գիտեք, երբ որ մենք խոսում ենք ակտիվ քաղաքացու մասին, մեզ համար պետք է շատ կարևոր լինի, որ թույլ տանք այդ ակտիվ քաղաքացին դեռ դպրոցից դրսևորվի։ Մենք չենք կարա պաշտոնյաներին հեռացնենք անհասանելի դարձնենք երեխաներին, հա, իրանք պետք է կարողանան եւ ավելին պետք է լինի կանոնավոր այցեր քաղաքապետին, մարզպետին, որ այդ երեխեքը հասկանան ինչ հասարակության մեջ են իրենք ապրում, ովքեր են իրենց որոշում կայացնողները, ոնց են այդ որոշումները կայացվում, չէ որ մարզպետն ու քաղաքապետը այդ նույն հասարակության կողմից մարզպետը նշանակովի լրատվում տեսա, որ այդ տեղեկությունները կան, որ այդ կապերը փորձում են ստեղծել, բայց մինչև այդտեղ այնինչ ասում է Տիկին Զարան, այդ արվեստի կրթությունը պիտի լուծված լինի հանրակրթության մեջ, ոչ թե ինչ որ մի միջոցառում լինի մեկ անգամ, ինչ որ մի բան արվի, այլ հենց ամենացածր տարիքից արվեստը պիտի ուղղակի լուծված լինի բոլոր առարկաների մեջ, այնպես ինչպես հիմա արվում է որոշ իսկ դրա համար ուսուցիչի պատրաստումը պիտի լինի ոչ միայն տեսական պատրաստում, այլ ոնց որ եվրոպական մեծ մասը համալսարանում իրանք անպայման ուսուցիչ պատրաստելիս ուսուցչին նաև արվեստով են կրթում։ Այսինքն ստեղծագործ են դարձնում, որպեսզի ինքը ոչ թե չորուցամակ պատմի այն ինչ որ երեխան պիտի անգիր սովորի, այլ կարողանա ստեղծագործաբար նյութին ուրեմն վերաբերվել եւ մշակել այնպես որ երեխային լինի հետաքրքիր եւ գրավիչ։ Նայեք, օրինակ մանկավարժական համալսարանը հիմա կադրեր է պատրաստում, բայց այդ կադրերը փորձ չունեն բացարձակապես եւ շատ հազվադեպ են համարյա առնչվում արվեստի հետ, ոնց որ Տիկին Զարուհին նշեց եւ այստեղ համալսարանը պետքա դուրս գա այդ իր քառակուսի, հա, մտածելակերպից ու ուսուցիչներին
տանի դպրոցներ, այսինքն ուսուցիչը պետքա պատրաստի նաև դպրոցում, ինքը պետքա ունենա ավագ մանկավարժի խորհուրդը, եւ մեր մշակույթն է շատ ճնշող է իրականում, զուտ կրթական, հա, մակարդակում ինչ նորարարություն փորձում են անել, ասենք պետական մակարդակով, հանդիպում են խոչընդոտների, հա, հիմնականում, էլի, ու այդ քննադատությունը ցավոք սրտի ոչ միշտ է առողջ, որովհետև իրականում փոփոխություններ կան, որ դրական են, պետքա գնահատել դրական, ինչ որ դրական է, ինչ չենք ուզում ասել, որ դա դրական է։ Միևնույն ժամանակ ասենք անընդհատ հղում են արվում, որ սովետական ժամանակաշրջանում դպրոցները շատ ավելի լավն են եղել, շատ ավելի որակյալ կրթություն է եղել։ Ես ասում եմ դրական ընդհատեմ, բայց երբ որ ձեր որդուն ասել են տերույթը չշարժվեց լուր կմնաս, դա հենց սովետական դպրոցի ամենաառաջնային խնդիրը, այսինքն սովետական դպրոցում եւ հիմիկվա դպրոցներում էլ շատ դպրոցներում շեշտադրումը դրվում է աշակերտի լուր նստելու, ուղիղ նստելու, ձեռքերը գրպաններից հանելու, ծամոն չծամելու կամ սև ու սպիտակ շոր հագնելու, մազերը կտրած լինելու վրա։ Բայց դա չի խնդիրը դպրոցի խնդիրը կրթություն տալն է եւ քաղաքացի դաստիարակելը։ Շատ ուսուցիչներ ասում են մենք ձեր երեխեքին տանը դաստիարակեք, որ տանը դաստիարակեմ էլ ինչ են դպրոց ուղարկում երեխային։ Չէ, բայց տանը պիտի դաստիարակեն։ Չէ, հասկանալի է, բայց ընտանիքները ունեն իրենց մշակույթը, Անուշ ջան, եւ դպրոցը պետք է լինի ընդհանուր մշակույթի մի ոնց որ դարբնոց։ Այսինքն պետքա դրվեն այն կարմիր գծերը, որ չպետքա հատվեն, պետքա, բայց միևնույն ժամանակ տրվի երեխաներին անսահմանափակ ստեղծագործական հնարավորություններ, որ իրանք կարող են, օրինակ պատմության ժամին իրանք սովորում են դասագրքով, չէ՞։ Ինչ նախանգարում ուսուցչի, եթե ես պատմության ուսուցիչն եմ, կասեմ, դե էս է մեր դասը, բայց դուք ուսումնասիրեք նաև կողքի երկրների պատմիչները ինչ են ասում այդ թեմայի շուրջ, բայց միանշանակ չէ, էսա եւ վերջ, որը շատ թուլացնում է մեր աշակերտին, երբ որ ինքը միջազգային բուհեր է դիմում, ինքը չի կարում այդ բաներին, քննարկումներին մասնակցի, որովհետեւ ինքը մենակ մի բան է սովորել, սա է ճիշտը, ուրիշ մնացածը սա սխալ են, բայց տենց չի լինում։ Դուք ասում եք պետք է հիմա 2024 թվականին կրթության տեսչական մարմնի հաշվետվությունից մեջ բերել դասալսումների արդյունքում հայոց լեզվի 129 ուսուցիչներից գերազանց է գնահատվել 1-ը, զրամբողջ 8/10%-ն է կազմում։ Մաթեմատիկայի 112 ուսուցիչներից 5-ը 4/5%-ն է կազմում։ Անբավարար արդյունք գրանցվել է հայոց լեզվի եւ գրականության 4 եւ մաթեմատիկայի 1 ուսուցիչների դեպքում։ Եթե մենք ունենք այս իրականությունը, պետական մարմինը գնահատում է պետական կանոններով աշխատող ուսուցչի կարողությունները։ Եթե մենք ունենք այս խնդիրը, ինչ պիտի անենք, Տիկին Զարա։ Ինչ եք ուզում որ ասեմ։ Չգիտեմ։ Վերապատրաստումներ։ Բայց վերապատրաստողներն են վերապատրաստումներից դժգոհ են։ Արդյունքները չկան եւ պետք է մի բան ձեռնարկել, որ ուսուցիչը ուզենա զարգանալ, որ ինքը չմնա իր 10 տարի առաջվա գիտելիքի մեջ ուզենա զարգանալ։ Ոնց են դա անում։ Գիտեք ինչ, զարգացում ինքը անհատական գործընթաց է, մարդ պիտի ուզի, եթե ինքը չուզի, ոչ մի վերապատրաստումով ինքնակրթվի։ Մենակ ինքնակրթությունը չի, հիմա իրականում շատ ծրագրեր կան, օրինակ Erasmus+-ը, որ ուսուցիչներին հնարավորություն է տալի այլ երկրի, հաճա գնալ այլ երկիր, դա ծրագիր է, որը կարող դիմեն գնալ։ Հա, կարող, բայց եթե ներսից չկա, ոչ մի բան չի։ Չէ, կներեք, բայց մեր ուսուցիչների կեսից ավելին 60 տարեկանից բարձրեն եւ դժվար է իրենց ասել գնա։ Չէ, դե իրանք ուսելում ինչ որ բան սովորի։ Ես այդ առումով, գիտեք, տարիքը չեմ դիտում որպես բան, արգելք կամ խոչընդոտ, այս դեպքում։ Իրենք այդ կյանքով չեն ապրել։ Բան չունեմ ասում, միշտ իրականում մարդուց է գալի այդ փոփոխությունները, ասում է ներսում գարուն է, դրսում ձմեռ։ Ինքը միշտ կարա գնա, ցանկացած տարիքում մարդը կարա գնա։ Ես օրինակ որոշել եմ, որ թոշակի անցնեմ, պետք է կամավորությամբ զբաղվեմ, հա, կամավորությամբ զբաղվեմ, սիրած գործերով։ Ուզում ասեմ, ու միշտ ես ինքնակրթվում եմ։ Դա շատ կարևոր է մարդու համար, որ ինքը կենթանի չմեռնի։ Որտեղ մարդիկ կան իրոք ասենք ապրում են, բայց մեջը կենթանության շունչ չկա, որևէ մոտիվացիա չունեն։ Սա շատ կարևոր է, որ ուսուցիչներ ունենան, որտեղ դու ոնց կարաս խանդավառես երիտասարդ սերունդին, եթե ինքդ խանդավառված չես։ Այսինքն հասկանում ենք, որ ամենագլխավոր անելիքը ինքնակրթությունն է,
նախ եւ առաջ ուսուցիչների շրջանում, բայց պաշտոնյաներին էլ չմոռանանք, որոնք որոշում կայացնողներն են եւ ծնողներն էլ այստեղ շատ լուրջ անելիք ունեն։ Անչափ շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, իմ զրուցակիցներն էին Մայրի հասարակական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն Տիկին Զարա Մանուկյանը եւ Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցի ծնողական խորհրդի նախագահ Նվեր Սարգսյանը։ Կհանդիպենք։